Ողջույն գործաղալիք եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում։ Եթերում է հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Կապլելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև։ Պարոն Վարդանով, ինչպես անցած մեր հաղորդման սկզբում հիշատակեցինք մոլորակի թեժ կետերը, սակայն չհասցրեցինք անդրադառնալ Ուկրաինային, այս հաղորդման շրջանակում անդրադառնանք վերջին զարգացումներին, ես մի թեթև մեր լսողների եւ դիտողների համար ներկայացնեմ վերջին զարգացումները, անցած հաղորդման ժամանակ նշեցի, որ թիրախավորվում են այդ on-line առևտրի հարթակի լոգիստիկ եւ Պահեստան Վալբերիսի լոգիստիկ եւ Պահեստային կենտրոնները, ինչպես նաեւ այս վերջում հայտարարություն եղավ 3 իրենց այդ ԱԹՍ ուժերի հրամանատարը հայտարարեց, որ խոցում Սևծովում նրա ուկրաինական ԱԹՍ ուժերը խոցում են ռուսական տանկերներ, առևտրային նավեր եւ հայտարարեց, որ 200-ից ավելի նավ խոցվել է, որոնցից ստացված եկամուտները իրենց ասելով Ռուսաստանը օգտագործում էր այդ մարտական գործողությունները ֆինանսավորելու համար։ Ինչպես նաև վերջում Զելինսկին Միացյալ Նահանգներում էր, որտեղ քննարկվել է Ուկրաինային լիցենզավորելու հարցը արտադրելու համար Patriot համակարգերի համար հակաօդային հրթիռներ, որի մասին դեռևս ամերիկյան բարձր պաշտոնյաները դեռևս ոչինչ չեն հայտարարել եւ դրա մասին խոսում են միայն լրատվականները եւ այսպեսով առաջին հարցը վերաբերում է հենց այդ Վալբերեսի թիրախավորմանը, արդյոք դա ինչ որ ստրատեգիական դիվիդենդ է տալիս Ուկրաինային, թե ուղղակի խոցելու վնաս հասցնելու բան է, այսինքն ինչ որ կերպ այդ ցանցը կիրառվում է պարտական գործողությունների ստրատեգիական առումով։ Նախ մի հատ հայտարարություն անեմ, ուրեմն օգոստոսի 14-ից 23-ը Աթանում ոման հերթական ճամբարն անցկացնում, գրանցվեք, հավատացեք, ասենք ոչ մի բան չեք ափսոսա, էլի, то есть ոչ կափսոսակ ձեր ծախսած կալորիաները, ոչ կափսոսակ, որ ժամանակ եք ծախսել։ Ինչ վերաբերվում է Ուկրաինային։ Մենք շատ սխալ բան ենք անում հայլային Ռուսաստանին եւ Ուկրաինային, sense հայլային ենք նայում։ Այսինքն ասեմ, ուրեմն Ռուսաստանը, երբ որ խփում էր նմանատիպ կառույցներին Ուկրաինայում, Ուկրաինայում այդ պահեստներում իրականում ռազմական, ասենք, նշանակության բեռեր կար։ Այդտեղ թաքցնում էին, չեմ հիշում արդեն այդ օզոն էր, մազոն էր, ոչ։ Բայց դրանք ռուսական են, չէ՞, դեղ։ Չէ, ինչ որ բան կար, պահեստներ կային, ասենք, պոչտայի բանի, ասենք, պահեստներ կային, որ խփում էին այդտեղ ռուսները։ Ուրեմն այդտեղ իրոք ռազմական նշանակության բաներ կար։ Նույնիսկ կադրեր կան, ասենք, այս վերջերս ընդհանրապես մի հատ ծիծաղալու կադր եղավ, որ խփել էին մի հատ քաղաքացիական պահեստի, որտեղ բանա, ուրեմն ուկրաինացիները նկարահանել էին, որ հեսա քաղաքացիական պահեստը, ունդ արքերով շարած բեսպիլոտնիկներ էին։ Դե հա, հիմա օրինակ այդ քաղաքացիական նպատակներով էլ կարող ես պատվիրել այդ հենց այդ օզոնից էլ Հայաստանում էլ շատ կա որ պատվիրում են այդ մասերը կամ տանը հավաքել, ուզում ասեմ այդ ցանցը կարա կիրառվի քաղաքացիական քողի տակ, բայց իրականում հավաքվեն սարքեր, որոնք օգտագործում են մարտի դաշտում։ Այդ եմ ասում։ Մարտի դաշտում օգտագործվող, ասենք, բաներ էր, կոնկրետ սարքեր էին, այդտեղ պահեստավորվում, իրենց բաղադրիչներն էին այդտեղ պահեստավորվում, եւ դա մեկ դեպք չի եղել, այլ մի քանի տասնյակ դեպք ա եղել, երբ որ Ռուսաստանը հարվածել է։ Եթե հայլային, մենք ասենք, մի քիչ կարճամտություն անենք, հայլային նայենք, ուկրաինացիները խփել է Վալբերիսին։ Վալբերիսով ռուսական ռազմական բեռներ չի եթում։ Պատճառը Ռուսաստանը շատ ավելի հզոր հարվածելու հնարավորություններ ունի, քան Ուկրաինան։ Դա պարզա, չէ։ Պարզից պարզա, որ Ռուսաստանը, ասենք, խոսքի այն որ անօթաչու մի քանի 100 հատ ուղարկում են խոսքի ռուսական ինչ-որ օբյեկտի վրա կամ ինչ-որ մարզի վրա, այդ մի քանի 100-ից մի քանի տասնյակը տեղ է հասնում, այդ մի քանի տասնյակը գումարելով սաղ պայթուցիկը իրար տոննա չի դառնում։ Ռուսաստանը երբ որ 10 հատ
մի տոննանոց կամ ասենք 3 տոննանոց ռումբաշ մի հատ գցում, արդեն այդ մի ռումբը շատ ավելի հզոր վնաս է հասցնում, քան այդ բոլոր, ասենք, հակաօդային համակարգը հաղթահարած անօթաչուն։ Եթե ոչ ԱԹՍ համալիրը, ապա հրթիռային համալիրը հաստատ բազմակի անգամ ավելի մեծ է։ Կարճ ասած, բանը սխալ է մոտենալ նույն ձևով, ասենք, վերաբերվել ոչ թե դուք հասկանալ սխալ է այդ ձևով, էլի, որ ինչ արեց ռուսը, նույնը անում է ուկրաինացին։ Ինչ է անում ռուսը խփում է ռազմական նշանակություն ունեցող օբյեկտներին։ Թաքնված քաղաքացիականի տակ, իրական ասենք քաղաքացիականի մեջ պահկված, բայց համենայն դեպս ինքը խփում է ռազմական օբյեկտներին։ Ինչ անում ուկրաինացին։ Ես ոչ արդարացնում եմ ռուսական կողմին, ոչ էլ արդարացնում եմ, ասենք, ուկրաինական կողմին։ Ուղղակի փորձում եմ սթափ լինել եւ նման դեպքերում սթափությունը անհրաժեշտ գործիք է, որպեսզի դու դասեր քաղես ուրիշի դժբախտությունից, ոչ թե սեփական, ասենք, փորձով անընդհատ մի հատ պոլիպեդի վրա կանես խփի ճակատիդ, հենա նայում ես, դնում ես այն մեկի ճակատին խփում, այլ այդ նշանակում է մյուս անգամ խելացի կլնես։ Եթե մենք հիմար չենք, հիմա ուշադիր պիտի նայենք ու հասկանանք, որ էսի պոլիպեդ է, էսի պոլիպեդ չէ, էսի կացին է եւ այլն։ Ռուսաստանում սենց ասեմ, ուրեմն երբ որ խփում ես, ինչ որտեղ տրակում է, ու եթե զորքը չի մոտենում այդ տրակացի պայթունից առաջացած շոկից օգտվելու, ինքը արդեն ռազմական նշանակությունը կասկածելի է դառնում։ Պետք է մի քիչ կասկածով այդ ամեն ինչին նայես։ Եթե խոցում ես երկաթ գծի կայրանը, ունդը ռազմական բեռ չկա, դու հասկանում ես, որ ռազմական բեռ չկա, բայց մյուս անգամ մտեղով, ասենք, ռազմական բեռը չի կարողանա անցնի։ Հա, ես դրա վերաբերյալ բան հոդված կարդացի Financial Times-ի հրապարակած, եւ ասում են, այնտեղ կոնկրետ օբյեկտներ կան, որ իրանք անընդհատ են թիրախի տակ, այսինքն մեկ անգամ խոցվելուց հետո իրանք անընդհատ էլի թիրախավորվում են, թույլ չտալու համար վերագործարկում են։ Այո, այո։ Նույն նշանակությունը կարող ունենա, ասենք, կամուրջները Ղրիմը կապող, ասենք, ինչքան հիշում եմ 8-ն թե 9 կամուրջ կա, որ Ղրիմը կապում է մայրցամաքի հետ։ Դե ինքը ընդհանրապես կղզի չի, թերակղզի է, բայց ամենայն դեպս շատ փոքր է բանը պերեկոպի հատվածը բավարար չի, որպես ասենք կոմունիկացիա, որ սպասարկի Ղրիմը, դրա համար կան կամուրջներ, Սիվաշ լճի վրայով են ճահճային, աղի ճահճային sense մի հատ հատված կա, այդտեղ մի հատ կա, Միքչենկոմ, Տամանիկոմը, կարճ ասած 8 թե 9 հատ կամուրջ կա։ Հիմա այդ կամուրջներին խոցելը ռազմական իմաստ կա միանշանակ։ Թվում է թե Ղրիմը պահել բանի մեջ ինչ ռազմական իմաստ կա։ Բանա պահել բլոկադայի մեջ։ Ну ամբողջությամբ հնարավոր չի իհարկե, որովհետև Ուկրաինան այն ուժը ու եռանդը, որ օգտագործում է, բավարար չի, որ Ղրիմի մատակարարումը ամբողջությամբ կանգնի, կոլապսի մեջ հայտնի, որովհետև բեռնատարների խոցվածների, ասենք, թիվը մշտապես ուկրաինացին հայտնում է, տարբեր ռակուրսներից նկարահանում է, հետո մի քիչ վերլուծություն ես անում, գալիս ստացվում է, ասենք ոնց որ 20 թվականին թուրքերն էին անում։ Տարբեր ռակուրսներից նույն խոցումը ցույց են տալի ու ասում են, բանա, խոսքի 10 հատ խոցում են արել, այն դեպքում որ 2 հատ է կամ 3 հատ է։ Նույն ձևով, ասենք, այդ բեռնատարներին խոցումները տարբեր ռակուրսներից նկարահանած, հասկանում ես, որ օրեկան 10 բեռնատարից ավել չի խոցվում։ Հաշվի առնելով, որ ասենք բեռնատար նավերի մասին եք խոսում, թե բեռնատար մեքենաները, որոնք այդ կամուրջներից օգտվում են։ 10 բեռնատար այն դեպքում, որ Ղրիմը ապահովելու համար, իր կենսունակությունը ապահովելու համար մինչև 500 բեռնատար է մշտապես, ասենք, գնում գալի։ 500-ից 10-ը դա նույնիսկ 1% չի։ Դա 2% է, հսկայական չէ, բայց չէ, սխալ ասեցի, մինչև չէ, 500-ից ոչ պակաս, մինչև 2000 բեռնատարը ուրեմն սպասարկում Ղրիմը։ Օրական կտրվածքով, չէ։ Օրական, ու դա օդից թիվ չի։ Երբ որ դեռ կոնֆլիկտը չէր եղել, Ղրիմի կամուրջով
տեղափոխվում էր 2000 բեռնատար մեքենա չհաշված գնացքները։ Փաստորեն հիմա գնացքների բեռնելը, ասենք, մեքենաներին հասել, մեքենաների մեջ է բաժանվել։ Համել մեքենաները մինչև 2000 էին։ Փաստորեն 500 ոչ պակաս 500-ից օրեկան բեռնատար էր մտնում Ղրիմ։ Այդ կամուրջով, մի կամուրջով։ Հիմա ասենք այդ եթե 10-ն են խոցում, 20-ն են խոցում, էլի դա ընդհանրապես, ասենք, չնչին մասն է ու դա կոլապսի մեջ Ղրիմը չի կարա գցեն, որ ասում են, այնա մի հատ բանա բենզավոզ են խփել, էլ բենզին չի ունենա Ղրիմը, դա աբսուրդ է։ Բայց այդ բենզինի հետ կապված խնդիրը ինձ թվում է ակնհայտ է Ռուսաստանում, որովհետև համ արտահանումն են արգելել, համ բենզինի, համ դիզելային վառելիքի։ Ղրիմի մասին եմ ես կոնկրետ խոսում։ Դավջան, կոնկրետ Ղրիմի մասին եմ խոսում։ Դե ընդհանուր Ռուսաստանը խնդիրն դրան էլ կանդրադառնամ, էլի ասենք։ Ուրեմն նայ, Ղրիմի մատակարարումը կարճ ասած կոլապսի մեջ գցելը, բեռնատար խոցելը բան չի տալի, ասածս դա է։ Եթե մինչև 500 բեռնատար Ղրիմը սպասարկում, իսկ խաղաղ տարիներին մինչև 2000 բեռնատար է եկել, գնացքի բեռը ընդհանրապես չհաշվենք, այդ 500-ից 10-ը կամ 20-ը խոցելը թիվ չի։ Հա, կոլապսի մեջ գցելու համար թիվ չի։ Իսկ այնտեղ 2000 բեռնատար է մտնում։ 2000-ի դեպքում նույնիսկ 1% չի դառնում այդ 10 բեռնատարը։ Թող լինի 20-ը, թող լինի 1%։ Թող լինի 500-ը, այդ 20-ը արդեն 1%-ից ավել է գալի, ահագին ընդ է, բայց մեկը բավարար չի։ Եվ այդտեղ ուկրաինացիները շատ ճիշտ որոշում են արել։ Իրենք սկսել են կամուրջներին խոցել։ Բեռնատարը սիրուն նկար է տալի, PR-ը։ Էդի այն լոխերի համար է, որ ասենք փող են տալի այդ պատերազմին։ Պայմանական լոխերի համար։ Այդ նույնն է, որ terroristները, ասենք, ինչ որ հարձակում են անում, գմփսնում են 10 զինվորով հարձակվում են, 11-րդը կամերայով կողքից նկարանում այդ ամեն ինչը, որ դոնորներին, այսպես ասած, ցույց տան, որ փողը գա։ Այդ բեռնատարի կպնելը, բեռնատարին այրվելը, ինքը այդ սերիայից է։ Կամուրջը դա լուրջ է։ Դրա համար այդ 8 թե 9 կամուրջները որ կան, ռուսները բոլորի կողքը պանտոն են կառուցում, այն ջրի վրայի, ասենք, ճոճվող կամուրջներ, էլի, ասենք, որ հենց անմիջապես ջրի վրա է դրվում։ Հետն էլ կողքը հակաօդային համակարգեր է կանգնած։ Բայց դրանց վրայով մեքենաները անցնում են, բեռնատարները։ Հիմա անցնում են, թե չէ, ասենք, դրա կարիքը չկա, թե կա։ Չէ, կարիքի հարց չէ, ֆիզիկա հնարավոր է անցումը դրանց վրա։ Իհարկե, այդ պանտոնը, ասենք, մենք էլ պետք է կառուցեինք Լորբուա այդ բանը ջրհեղեղի ժամանակ, ուղղակի մենք չգիտեսխի բանակը ընդհանրապես չօգտագործեցինք այդ բանը ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում, դրա համար ստիպված ոման եւ ՈԱՄ-ը որոնողափրկարարականը ամբողջությամբ իր սաղ ռեսուրսը թաթախեց այդ process-ի մեջ այդ իտո նես չէ, ասենք, որ կարողացանք ամբողջությամբ չեզոքացնենք։ Ասածս որն է, հիմա ուկրաինացին կամուրջներին խփում է, ռուսը դա հասկանում է։ Եվ կողքը համ պանտոն է կառուցում, համ էլ հակաօդային համակարգեր է կանգնած հենց կամուրջների կողքը։ Ուզում եմ ասեմ, դժվարացրած է այդ կամուրջները խոցելը։ Հիմա այնտեղ որտեղ կամուրջներին հարվածներ է հասել, մինչև ստուգել, մուգել կարող է հենց կողքի պանտոնից էլ օգտվեն, ասենք, բեռնատարները, այդ որ արցնում էր օգտվում են, թե չէ։ Ավելի խելամիտը, ասենք, կամուրջներին խփելը, երկաթ գծով սպասարկելը, ավելի խելամիտը ոչ թե ասենք գնացքները շարքից անել, վագոններին խփելը, ավելի խելամիտը շարժական բանը այդ լոկոմոտիվները, ծեպլավոզ, պարավոզ, էլեկտրավոզ դեմից այդ քարշակները, ավելի խելամիտը դրանք ոչնչացնել, որտեղ դրանք շատ սահմանափակ քանակ են, շատ կոնկրետ քանակ են։ Ասենք Ռուսաստանով մեկ կարող է մի 10,000 տնեն։ Վագոնները միլիոնով են չափվում։ Իսկ լոկոմոտիվները շատ կոնկրետ քանակ ունեն։ Դրա համար իրանց շարքից հանելը, ասենք, բավականին լուրջ, ասենք, վնաս է ստացվում։ Կամուրջը, լոկոմոտիվները եւ ուկրաինացիք
Կամ Ես չի չեն երկաթգծի հասկանում։ վիլկեք են էլի, որ փոխում են ուղղությունը գնալու այդ Այդ խաչմերուկների բանը չէ, ախր բանը պետք է խելացի լինես թեկուս ընդրա այն բանով, որ բանը ուրիշի պատմությունները հաշվի առնես։ Սովետում ռոպագանդվում է ռելսային պատերազմը եւ իր բանը հետևանքները, ինչը սովետական միությունը ներկայացնում էր պարտիզանական ջոկատների եւ դիվերսիոն ակտիվ հետախուզական խմբերի մեծ հաղթանակ, ուրեմն գերմանացին ուներ զապաս բաների, ռելսերի, ուներ շարժակազմեր այդ ռելսերը արագ փոխելու համար։ Իր զապասը մի քանի անգամ գերազանցում էր վերացրած, ծռած, պայթունից դեֆեկտ ստացած, ասենք, ռելսերի քանակները։ Մի քանի անգամ, ես արդեն թվերը չեմ հիշում, ինչքան հիշում եմ 11,000 կիլոմետր բան ուներ, ռելսերի զապաս ուներ։ Իսկ վնասվել էր դրա երևի 1/3, 1/4, թե 1/3, ասենք ինչ-որ մի բան։ Մեծ խնդրեմ չէր, էլի, շատ արագ վերականգնվում է պալատնան, որտեվ դե այդ ինչ պայթյուն պետք է անես, որ ասենք երկաթ գծի հենց երկաթի գծերը, ասենք, վնասվելուց բացի ուրիշ բան վնասվի։ Այդ բանը, այդ հողի թումբը, որը երկաթ գծի տակով է թումը, դա արդեն ավելի բարդ գործ է, ասենք, վերացնելը։ Հետնել մի կետով վերացնելը ոչ մի բան չի տալի, պետք է հարյուրավոր մետրերով էդի վերացնես, դա միջուկային զենքի գործ է, էլի, ինչը այդ վաղ չկար։ Հիմա ուկրաինացին դա հասկանում է, հաշվի է առնում, դրա համար երկաթ գծին անմիջապես խփելը ոչ ռուսն է անում, ոչ ուկրաինացին է անում։ Ռուսը խփում է կայրաններին, այնտեղ որտեղ sense երկաթ գծերը խճճված են, բանեն ու հետն է խփում է այն վաղ, երբ որ այնտեղ բաները վագոններով ու գնացքներով, ասենք, լեփլեցուն են, ուկրաինացին էլ խփում է կամուրջներին եւ լոկոմոտիվներին, շատ ավելի հեշտ է։ Ասենք փոքր պայթյունով վնաս հասցնել լոկոմոտիվին, մի քիչ ավելի մեծ պայթյունով վնաս հասցնել կամուրջին, քան այդ երկաթ գծերը դու շարքից հանես, այդ խճճված երկաթ գծերը, որ կայրաններում լինում են, դա շարքից հանելու համար եւս, ասենք, մի հատ միջուկային զենքի պայթյուն է պետք, բայց անիմաստ է։ Պետք է նպատակը բեռը վերացնելն էլ չլինի, որտեղ լոկոմոտիվը վերացնելուց բեռը կարող մնա։ Կարևորը բեռը տեղ չհասնի։ Թե ինքը վերացել է, թե ինքը ինչ ա եղել, դա արդեն երկրորդական, երրորդական է։ Հիմա գանք, ասենք, այդ բանին, NPZ-ներին, այդ նավթամշակման գործարաններին։ Նավթամշակման գործարանները, որոնք որ ասենք վնասվել են, դա վնաս է, բնական է, ինքը նաև ռազմական տեխնիկային է սպասարկում։ Այն որ հայտարարություն են անում, որ նավերին են խփում, որոնք որ փողերը էթում է բանը։ Հա, իրանք տենց նկարագրում են, որպեսզի արդարացնեն այդ ցանկացած եկամուտ պետության հարկի տեսքով, չգիտեմ, տամուժնայի, եսիմ ինչ հավաքածկում տեսքով բնական է այդում է բյուջե, բնական է բյուջե ինչ որ մաս է։ Իրանք ուղղակի իրենց բոլոր հայտարարություններում այդպես են ասում։ Այո, դա ոչ մի բան չի փոխում։ Բնական է, ասենք, պետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, այդ թվում նաև Ուկրաինան էլ էլի, ասենք, նույն ձևով բան են անում, բոլոր պետությունները իրենց ռազմական բյուջեն ձևավորում են ընդհանուր բյուջեից, հա։ Մեջ, ասենք, գումարներ, ասենք, կաթացնելով։ Դուս էդի բանա, ուղղակի sense մարքեթինգային բան է։ Որովհետև կոմերցիոն ինչ որ նավ են խոցում, ասելով որ խոցել են քաղաքացիական օբյեկտներ, բայց խոցել են որովհետև sense ինչ որ ձև արդարացնելու։ Հարկեր է տալի, բանը անում, դա հասկանալի է, որ դու վնաս ես հասցնում ռուսական պետությանը։ Իրականում, ասենք, այդ ամեն ինչը sense tenants ծառայում է պաշտպանության նախարարություն։ Sense tenants, այն որ մենք թուրքական ապրանքները առնում ենք, sense tenants մեր զինվորների վրա կրակելն ենք ֆինանսավորում։ Թեկուս թուրքական բենզին առնենք, թեկուս չգիտեմ ինչ անենք, մեկը մենք ֆինանսավորում ենք այն օրդուին թուրքական, որ մեր վրա կրակելու հնարավորություն ունեն։ Նույնը ռուսնա, ուկրաինացինա իրար հարաբերություններ, բայց մաքուր բիզնեսին ռուսը կպնում էր առաջներում մենակ պետական ստրատեգիական նշանակություն ունեցող ցորենի բանը, որովհետև էմբարգո էր մտցրել ցորենի արտահանման վրա Ուկրաինայից, Ստամբուլում ունեին պայմանավորվածություն, որտեղ ռուսներին գցեցին համ ուկրաինացիք, համ թուրքերը, ռուսը սիրում է այլ գծված լինելը, то есть խաբել են իրան,
լավ են արել, թող չխափնվի։ Բանա մնացած առումով ինքը քաղաքացիական նավերին չէր խոփ։ Հա մի ժամանակ էլ Իսրայելում կալանեցին, չէ՞, նավ, որ ծորեն էր տեղափոխում Ուկրաինայից։ Հա, ինչ որ այդպես բան էր։ Դեպքել եղավ, հա։ Կարճ ասած քաղաքացիական օբյեկտներին խփելը դա sense tenants ռազմական ասենք հանցագործություն է, sense tenants ինքը ռազմական հանցագործություն է համարվում ու պարտվելու դեպքում դրա համար պատասխանատալու պարտվող կողմը, որը նման քայլեր արել։ Իսկ իրանք երկուսն էլ արել են, երբ որ խաղաղ պայմանագիր կնքեն ու մեկը բացահայտ ասենք մեջքի վրա պարկած ասի, որ ես պարտված եմ, ինքը դրա համար պատասխանատալու։ Sense tenants էլի, հիշենք Նյուրնբերգի process-ը, որ գերմանացիներին դատում էին անգլիացիք, ամերիկացիք, ֆրանսիացիք եւ սովետ միությունը, փաստացի ռուսները։ Դատում էին գերմանացիներին լուրջ հանցանքների համար։ Ոնց կարանք, չէ՞, հիշենք, որ Դրեզդենը այրեցին այնտեղ կարծեմ 20 թե 30,000 մարդ։ Միակ քաղաքը, որ երևի ռազմարդյունաբերություն չուներ։ Ընդհանրապես չուներ։ Միակ խոշոր քաղաքն էր, որ ոչ մի բան չուներ ռազմարդյունաբերական։ Գամբուրգը վառեցին 200,000 անշարժ գույք ա վառվել, 200,000։ Այդ սա քաղաքը այրվել է, ասենք 20 թե 30,000 էլ է մարդ կենթանի այրվել։ Դրա համար ոչ մեկ պատասխան չտվեց, չէ՞, անգլիական ու ամերիկյան ավիացիան արել, ոչ մեկ։ Նույն ձևով միջուկային զենքը գծեցին, ոչ մեկ պատասխան չտվեց, որտեվ իրանք հաղթող էին։ Գերմանացին եւ ճապոնացին պարտվող էր, ինքը բան չէր կարող ասենք դեմները դներ։ Հիմա այդ նույն բանը Ռուսաստանը հասկանալով, ինքը հասկանում է, որ ինքը խաղաղությունը միշտ պարտվում է, խաղաղությունը ոչ թե պատերազմում հիմնականում ռուսը հաղթում է, միշտ չէ, բայց հիմնականում հաղթում է, ինքը դա հասկանալով ինքը մենակ ապացույց ունենալով է խփում քաղաքացիական օբյեկտներին։ Ինքը այդ առումով պաշտպանում է իր ապագա գեներալներին, հատուկ ծառայության բաներին։ Հա, որ եթե ինչ հանկարծ մի հատ էլ դրա համար, մի հատ էլ դրա համար ասենք գլխներին չուտեն, բանա բենզինի առումով այնպես դներին որ խփում է, հավ դժվարացնում է, միանշանակ դժվարացնում է։ Իսկ հիմա մի հատ հարց տամ։ Իսկ թուրքական բենզինը ինչի է, ասենք, Ռուսաստան էթում։ Բաքվի, Մերսկ-Կասպիան ռեգիոնի բենզինն ու դիզելը խի է էթում անդե։ Խիա ինքը գնում են դե մատակարարման գիծ մեծականակ։ Ռուսը այդ խնդրեմը չունի։ Ինքը նավթամշակման գործարաններ ունի հարևանների մոտ, որոնց ժամանակին կամ ետույքն է պաչե, կամ էլ ասենք թույլ է տվել իր այդ ինչ որ բան։ Բայց դրանց պոտենցիալը այնքան չի, չէ, ինչքան ռուսական հսկաներին է։ Բաքվի ասենք իրար գումարած Բաքվինը հաստատ նենց չի քիչը, Ղազախստանում էլ 3 հատ գործարան կա։ Ղազախստան։ Վերջում ուղղակի ես, վերջերս չի, արդեն մի 2 ամիս այն սկսել են այդ հարվածները, այնտեղ բանակցություններ կան Հնդկաստանի հետ բենզին գնելու Հնդկաստանից։ Դա ավելի շատ դոս փչոցի է։ Իրականում Ղազախստանը, բանը, Թուրքմենիան եւ Բաքուն լրիվ բավարարեն հələ ավելել են։ Իսկ Բաքվին, Ղազախստանին եւ Թուրքմենիային Ուկրաինան չի խփի։ Չէ՞։ Ամենայն դեպս հիմա այս պահին գալիս է Հայաստան Բաքվի բենզինը, չի գալի։ Ինչի համար չի գալի, հետաքրքիր է։ Ինքը մեր բիզնեսմենները, որոնք անսկզբունքային են ու Թուրքից այդ բենզինը առնում են, էլի հավեսով կառնեն, որտեվ մեջը մարժան մեծ է, ավելի մեծ եկամուտ են բռնում։ Դե բերում են նույն գնով են ծախում, չէ՞, ասում են յանիմ թե էժան են ծախում, բան են դեպքում որ Զակուպի գինը էժան է, ինքը ավելի մոտ է, լոգիստիկա ծախսերը ավելի քիչ է եւ այլն, բայց գալիս նույն գնով են ծախսում, դամա են խփում։ Բախի չեն բերում, ասենք, էլ թուրքերի բենզինը։ Ռուսական էմբարգոյի պատճառով, հա։ Ոչ, Ռուսաստանն է այդում այդ բենզինը։ Հա, դե Ալիև ծավալները հերիքում է, չէ՞, համստեր գահամ այնտեղ։ Չէ, այս գործարաններին խփելու արդյունքում ինքը ունի բանը Ռուսաստանի, ասենք, դաշնությունը, ինքը ունի չխոցվող բենզինի արտադրություն, բենզինի եւ դիզելի արտադրություն։ Դա Թուրքմենիան է, դա Ղազախստանն է եւ դա Մերսկ-Կասպիան ռեգիոնն է։
որը շատ-շատերը սխալման Ադրբեջան են կոչում։ Ադրբեջանը այդտեղից մի քանի 100 կիլոմետր հարավ է։ Ուրեմն ուզում եմ ասեմ, դա էլ ծնկի չի կանգնեցնի Ռուսաստանին։ Դա մարտի դաշտում հաղթանակին չի բերի։ Այդ Վալդբերիսին էլ խփելը դա բիզնեսին խփելա, հարկերին խփելա, քաղաքացիական օբյեկտներին խփելա։ Ու եթե Ուկրաինան պարտվի այտենց մեջքի վրա պարկելով, ինքը դրա համար լուրջ պատասխաններ ա տալու, ինքը խավության նոխած, կազյոլ ատպուշենաներ ա բերելու, ասելու է, այս գնդապետն ա հրամայել, այս մայորն ա կատարել, այս գեներալն ա կարգադրել, մենք կապ չունենք դրա հետ, մենք նույնիսկ չենք։ Հիմա այդ հարվածները հասցնող կորպուսների հրամանատարներին մեդալներա որ շնորհում։ Հետո ինչ։ Վախտը որ գա, իրանք դրա համար հավեսով կդատվեն, ասենք, Զելենսկին հավեսով կոսի։ Ես ինչ իմանայի ոնց է, ինչա, ինձ ասել էին, որ այնտեղ ռազմական բան կա, որ ռազմական ոչ մի բան չկար Վալդբերիսի պահեստներում, ես ինչ իմանայի։ Դա միակ բանը, որ ես պատկերացնում եմ կարելի հենց այդ մասերի էլի պատվերներն են քաղաքացիական անձանց կողմից, որոնք ասենց ասած պատպոլնի արտադրություն են։ Դա հիմք չի, ասենք, թակ ու բիր զապչաստը, որ ասենք խոսքի, թեկուս ինչ որ հասարակական կազմակերպություն, ասենք դաբրավոլչեսկի ընդ ինչ որ բան անում, դա հիմք չի, որ դու խփես այդ պետական բաներ չկա։ Պետական ոնց որ ասած զինված ուժերի խոշոր բիզնես կա, որ պետության հետ կապ չունի։ Հա, բայց չկա այդպես բան, ասում եմ, Վալդբերիսում ռազմական նշանակության բեռեր չկա, ուղակի չկա, որտեղ Վալդբերիսի Աբրանքը շատ կոնկրետ է պահեսներում, չէ՞։ Դու կուտակում ես, որտեղ Վալդբերիսում գրանցել ես, ես գիտեմ, որտեղ ասենք հայ ընդ Աբրանք բանա պետք է գրանցեինք ու պահեսներում ապահովեինք, այնտեղ հսկայական քանակ Աբրանքներ պետք է ունենայինք, որ այդ բանա պատվերի դեպքում շատ արագ տեղ հասներ։ Բացում ես այնտեղ շատ կոնկրետ ցուցակներ կա, շատ կոնկրետ ապրանքներ ա, չկա այնտեղ ապրանքը, որը որ ռազմական նշանակություն ունի։ Էլ եմ ասում, դա հարկերին, փողին խփող քաղաքացիական օբյեկտներին խփելու գործողություն է, որը որ հարկեր է այդում այդտեղից, այո։ Հա, դրա հետ կապված են։ Բայց մեկը ռազմական հանցագործություն է դա։ Հա, ես այն օրը մի հետաքրքիր բան կարդացի դրա հետ կապված, օրինակ օզոնն էլ ինքը Վալդբերիսի sense ասած ծավալները չունի, բայց էլի նույն նմանատիպ մի ցանց է, էլի ռուսական, բայց ինչու չի թիրախավորվում իր պահեսները, էլի նույն sense ռազմախի հսկա պահեսներ են, էլի։ Ինչու չի թիրախավորվում, որտեղ ասում են այնտեղ ինքը կամպանիան պուբլիշնի է ու տերերը դուրսն են մեծ մասը այդ բաների ակտիվների տերերը մեծ մաս ակտիվների դրսում են, այսինքն նկատի ունի ինչ-որ կոնսպիրոլոգիական բան է, ինչու չի թիրախավորվում օզոնը, թիրախավորվում է հենց Վալդբերիսի։ Ուկրաինացու մոտ այդպես կռուտիտը լավ չի ստացվում, դրա մասնագետները հայերն են։ Մենք ենք լավ կռուտի տալնում, ուկրաինացու կռուտիտը անիմաստ է։ Չէ, կռուտիտի ամենաշատակի լրիվ իրանց կողմից չէր դա ասված, ուղղակի ինչ-որ մեկը կռուտիտա ու իրանք են երևի շրջանառության մեջ գցել ու ոչ մի բան դա չի տալի։ Սենց տենենց, եթե ուկրաինացին չպարտվեց, իրանց դրա համար չեն պատժելու։ Եթե իրանք պարտվեցին, դրա համար պատասխանատվող, ասենք, ինչ-որ խաղության նոխազդը չկա։ Արդարացնող բան չեմ էլ տեսնում, որ ասենք քաղաքացիական օբյեկտներին խոցելը դա հանցագործությունն է։ Այն որ թուրքը ինձ ասենք միջազգային հետախուզում ա տվել, մեղադրականը այդում է քաղաքացիականներին, ասենք, ոչնչացնել, քաղաքացիականներին վնաս տալ, ես քաղաքացիական ընդհանրապես չեմ տեսել, որովհետև երբ որ քարվաճառում էի իմ ու իրանց քաղաքացիականների արանքը մռով դագի, ասենք, լեռնաշղթան էր ու տասնյակ կիլոմետրներ հեռավորություն, իսկ երբ որ Կարմիր շուկա ենք տեղափոխվել, իմ ու իրանց քաղաքացիական, ասենք, իմ եւ իրանց քաղաքացիականների արանքը 100 քանի կիլոմետր էր։ Իսկ ես այնց զենքի տեսակ չունեի, որ վնաս հասցնեի քաղաքացիական, то есть Մոգոնովի, Հորինովի հիմարությունը, ասենք, հիմքը, որը որ բան արել, բայց քանի որ ինքը հաղթող է 20 թվականին եւ հետո արդեն 21 թվականին իշխանասարի դեպքերը, հետո 22 թվականին Ջերմուկ Ղափանի դեպքերը, հետո 23 թվական Արցախի դեպքերը, քանի որ ինքը այսպես շարունակական հաղթել է մարտական մեր բախումների մեջ։ Ես նավսյակի, ասենք, Հայաստանից դուրս չեմ հելնում, որովհետև համոզված չեմ, էլի, որ ասենք իրենց
բանա սև էկրան կամ Բադրջանի էկրան հաղթող չի դուրս գա, ասենք ինչ որ երկրի իրավապահ մարմինների մոտ էլի, ասենք իմ ու Բաքվի վեճի մեջ։ Կարճ ասած, բանա Մոգոնովի բաներով իրանք փորձում են ինձ կանչեն պատասխանատվության, բայց ուկրաինական, ռուսական բախումը, երբ որ բրծնի խաղաղ պայմանագրով, հաստատ ինչ որ մեկը սկսելու է պատասխան տալ, պարտվողը։ Իսկ եթե սենց ձեր ասած սենց պարկած պարտվող չլինի, եթե պարտվող չլինի, իրանք եթե պայմանավորվեն, որ всё քյաստը մենք տալի, ոնց որ ասում են, ասենք շուտի գողականները, այդ դեպքում քյաստը կտան ու ձեռի կսեղմեն, հետո ձեռները կսարփեն շորի վրա, օքեյ է։ Իսկ եթե ասենք բան անեն, նման իրավիճակ չլինի, ամեն մեկը իր հերթին ապացույցներ է բերելու, որ այն հակառակ կողմը խոսքի տարիներով այդպեսի խոսակցություններ գնալու են ու ոչ մի բան չի լուծվում։ Նույնիսկ ասենք դատական մարմիններում, միջազգային դատական մարմիններում, կարճ ասած ինքը կարա դառնա անվերջ process։ Ռազմական կարևոր մի հատ բան է տեղի ունեցել Ուկրաինայում, որը որ չտեսա, որ ինչ որ լրատվական բան եւ էքսպերտները ուշադրություն դարձնեն։ Ես կուզենայի, որ իմ հայրենակիցները, քանի որ դաս քաղելը այդ ուկրաինական, ռուս-ուկրաինական երկու ռուսների այդ պատերազմի մեջ ամենախելամիտ պահվածքն է մեր համար։ Ես կուզենամ մի բանի վրա ուշադրությունը մեր հայրենակիցների դարձնել, որը ես նկատեցի ու զարմացա, մի քանի օր սպասեցի, ոչ մեկի վեճը չէր, էլի, դա չեն նկատել։ Ուրեմն ռուսները շատ վաղուց, ոչ այս ռուսները, ոչ այն ռուսները, զրահատեխնիկայով գրոհեր չեն անում։ Որովհետև բանը անօթաչուներով սկզբից ռադիո կառավարվող, հետո մոլոխով կառավարվող, ասենք այդ անօթաչուները ստեղծել են մոդայիկ դարձած մի հատ բառ կա, kill zone-ա։ Պատերազմական, ասենք, գործողությունների ժամանակ հակառակորդների արանքը այդ մերիալ բանա, զոնան կամ kill zone-ան հիմա լայնացել է անօթաչուների շնորհիվ ու այդ դիրքավորվածների մեջքի հետևը կարա նույնիսկ տասնյակ կիլոմետր եւ ավելի լինի, ասենք, բանի չեզոք գոտու նման ոչ մի շարժ, ոչ մի եսիմինչ եւ զրահատանկային հարձակում արդեն շատ վաղուց ես չեմ հանդիպել։ Իսկ մի քանի օր առաջ եղավ։ Մի քանի օր առաջ ռուսական ուրեմն զրահատանկային խումբը 3 տանկ մի հատ BMP հարձակում գործադրեց։ Ու ամենահետաքրքիրը Դուք տեսանյութով եք դա տեսել։ Տեսանյութով։ Ես էլ տենց որը մի հատ տեսանյութ էի տեսել։ Տեսանյութով տեսա ու ասի ես ինքնասպան հոչեն գալիս է գմփում, հա։ Բայց հետագայում այդ տանկի խոցված կադրերը այդ տարածքից չի։ Դա նշանակում է գալի գմփում է հիմա, խոսքի օրինակ, այսինչ տանկող կա։ Հա։ Բայց հետո իր խոցված կադրերը, երբ որ ինքը արդեն վառվում է, լրիվ ուրիշ պեյզաժ է շուրջը, ուրիշ ռելիեֆ է։ Դա նշանակում է նույն տեխնիկան, նույն համարով։ Համարները 100 քանիս էր, 3-ի մոտ էլ 110, 111, 112 երևի է տենց էլի։ Այս 3 տանկերն են խոցվում, բայց ոչ այնտեղ, որտեղ որ խոցումը կադրեր կար անօթաչուից նկարված։ Իսկ մյուս կադրը դուք ուրիշ աղբյուրում եք տեսել։ Այո, ուրիշ տեղ եմ տեսել, ասենք, արդեն խոցված։ Էլի ուկրաինական բանը, այսպես ասած, պաբլիկներում, տելեգրամյան ալիքներում։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ տանկը այստեղ որ խոցել են, կամ չեն խոցել, կամ շարունակել է տենց։ Կամ էլ տանկը շարունակել է գնալ։ Մեկը, մյուսը N մյուսը եւ BMP-ն, որը շատ ավելի թույլ զրահապատ ունի իր շուրջ։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը մշակում է տարբեր ձևեր բեկում մտցնելու ռազմական գործողությունների մեջ մարտի դաշտում։ Ինչ կարա լինի։ Օրինակ այդ խոցումը, ասենք, որը որ կադրի
հեսա կասեմ 111 կարծեմ թե 114 տանկի բանը 114 Բայց մի հատ հարց տամ, էլի ներողություն, այդ համարների պահով կարող ենք վստահ լինել, որ այդ համարները չի կրկնվի այդ տանկերի վրա։ Դե կոնկրետ 3 տանկ գալիս է այդ տարբեր համարներով, իրար մոտիկ համարներով։ Հետո խոցված իրանց ուկրաինացիներն են նկարում, ռուսները չեն նկարում, խոցված։ Հա։ Տեսնում ես մեկին միտեղ, այն մյուսը լրիվ ուրիշ պեյզաժում, այն մյուսը լրիվ ուրիշ պեյզաժում։ Դա նշանակում է հավաստի կադրեր են, ուղղակի իրանց ոնց ասեմ, այդ մոնտաժ բեբի բան այդ Չելավեքս բուլվարը կապուցինով այդ կինոից նենց հարած, որ թվում է թե եկավ խփեց ու կանգնեցին տանկերը, ոչ։ Փաստորեն տանկերը եկել են իրենք հարվածներ են ընդունել իրենց վրա եւ չեն կանգնել եւ գնացել են առաջ, նորից են հարվածներ ընդունել։ Հնարավոր է երկրորդ հարվածից են կանգնել, իսկ հնարավոր է շատ ավելի շատ հարվածներից են կանգնել։ Դրեցի սկսեցի քչփորել։ Մեկ էլ իմացա ինչ։ Ռուսները ունեն կոմպլեքս ակտիվնոյ զաշիտի, կազա կոչվում։ Ինքը նախատեսված էր տանկերի վրա տեղադրված դատչիկները ու ընդ մի քիչ թեթև զրահապատ սիստեմաներ են T12 արմատայի Չէ, կազ։ Կազը դա առանձին համակարգ է, որ մոնտաժում է տանկի վրա։ Այսինքն առաջին հենց այդ տանկի վրա եղել դրա համար ինքն էլ դες հայտնի էր իր այդ պաշտպանական համակարգը։ Կազը շատ ավելի հին բան է։ Հա։ Հա, կազը հին բան է։ Ուղղակի ինքը բանը անընդհատ կատարելագործվում է։ Կարծեմ 90 թվականների սկզբից արդեն ինքը կար այդ կոմպլեքս ակտիվնոյ զաշիտ։ Ուրեմն այդ կազերը նախատեսված էին հրթիռների դեմ։ Բանի, ասենք մեծիս, մալյուտկա, ֆագոտ, դրանց տիպի բաների դեմ եւ RPG-ների դեմ չէին աշխատում։ Հետո կատարելագործեցին RPG-ների դեմ էլ սկսեց աշխատել։ Դե ասենք ոնց է, եթե մի բան զարգանում է, կողքից ինչ-որ տառը ավելանում, ասենք կազ M կամ կազ, չգիտեմ, 71, կազ 83 կա եւ այլն։ Այդ RPG-ները, ողջույն այդ RPG-ների դեմ այդ պաշտպանությունը ինքը այդ ասում են միանք երկու հատ իրար հետևից որ խփում են չի կարողանում պահել այդ հրթիռը RPG-ից արձակված։ Դա пассивный защитայի մասին է խոսքը, որ կազը կոմպլեքս ակտիվնոյ защиты։ Կա пассивный защитան, երբ որ այն քառակուսի մետաղի պլաստինկեքը sense որ տենում ես։ Ինքը գալիս է, ասենք, կումուլյատիվ բանը ընդունում է իր մեջ, պայթյուն է տեղի ունենում, որը ավելի հզոր պետք է լինի, քան այս բանը կումուլյատիվ այդ բանը, ստրույան ո՞րս կլինի։ Շիթը, հա։ Ուրեմն պայթյուն է լինում, այդ շիթը վերածվում է պայթյունի մի մաս։ Էլ չի ծակում զրահապատ, ասենք, զրահը, հենց կոնկրետ զրահը։ Իսկ բանը կազը դա ակտիվնի զաշիտան է։ Այդ այն բանն է, որ հрьяաները ունեն տրոֆիա կոչվում, ռուսների մոտ կազա կոչվում։ Կազ հենց ասում է ինչա։ Տրոֆի այդ անուն են դրել։ Տրոֆին բանը հрьяաները տեղադրում են առաջ Մերկավայի վրա, հետո կատարելագործելուց մի քիչ փոքրացրեցին, նաև զրահապատ մեքենաների վրա սկսեցին տեղադրել։ Դա մարտիրկեք են, փոքրիկ թնդանոթներ են, որ կոմպլեքսը տեսնում է, ասենք դատչիկները տեսնում են ու մարտիրկեն կրակում է ընդառաջ այդ մոտեցող հրթիռին։ Դա լինի ֆագոտ, դա լինի RPG, ինքը ընդառաջ կրակում է, խոցվում է գրանատը, ինքը իներցիայով նույնիսկ եթե գայել, նույնիսկ եթե գա պայթել, արդեն իր շեղվածությունը թույլ չի տալի, որ կումուլյատիվ շիթը ծակի զրահ։ Ինչ է ուզում հարցնել դրա բավ, ասենք եթե դա ասիկ պահում է նաև RPG հրթիռներից, չէ՞։ Այո։ Հա, ասենք եթե միանգամից 4 հատ հրթիռ է գալիս, այդ բոլորից պահելու է։ Մարտիրկեքը կպահեն 1-2, հետո կետա пассивный защитան։ Դրա համար RPG-ն միտեղ խփում էին пассив защитայի դեպքում։ 90-ական թվականներին դա աշխատում էր, թե մեր մոտ էր աշխատում, թե ռուս-չեչենականի վաղ էր աշխատում, որտեվ կազ չկար։ Նոր էր, ասենք, ստեղծվել եւ նոր էին մտցնում զորքեր, նոր էին զրահատեխնիկայի վրա ակցիոնում, բայց արդեն 30 տարի է անցել այդ կազը ինչ կա եւ ինքը գնալով կատարելագործվում է։ Հիմա արդեն կարծում եմ անօթաչուների դեմ էլ է ինքը
ոնց որ ասած ռեգուլիրովկա արած եւ անօթաչուներին էլ է խոցում։ Հակառակ դեպքում տանկը հենց այդտեղ կան շարժանար, հենց առաջի պայթյունից կարծում եմ ընդե նույնիսկ կադր կա բանա որ գալիս է մոտենում է բանա կամերան այդ նկարանող, որը անօթաչուի վրա է, ուրեմն կամերան մոտենում է տանկին եւ մոտավորապես մի 5-6 մետրի վրա ընդհատվում է։ Դե կա չէ որ վերևից է պայթում բաները։ Դա էլ է լինում, այո, բայց ոչ 5-6 մետրից, որտեղ այդ շիթը 1.5 մետր է։ Հա, բացի շիթից բաներով վնաս է, բեկորներով վնաս է։ Բեկորով տանկին ի՞նչը վնասես։ Դե կախված ինչ բան է, էլի։ Չկա ոնց վնասելու բան, տանկը վնասվում է Հենց իր զրահի հաշվին։ խոց է բան անելու։ Չէ։ Ինքը բանա պետք է դետոնացիա լինի։ Ուղղակի բեկորը որ եկավ պայթուցիկին կպավ, պայթուցիկը չի տրակում, ինքը դետոնացիայից է տրակում, մեջը դետոնատորն է։ Իներցիան էլ կապ չունի հարվածի։ Ոչ մի բանն էլ կապ չունի։ Դրա համար դետոնատոր բան գոյություն ունի, որը որ մեջն է դրվում, կարող է տարբեր ֆիլմերում էլ տեսածել են կամ ծառայության մեջ հանդիպած լինի, որ դետոնատորը, կապսուլ դետոնատորը դնում են մեջը շնուրով կամ ֆիտիլա վառվող կամ էլեկտրոսիգնալ է գալի ու այնտեղ արդեն էլեկտրոդետոնատորը պայթում։ Ուրեմն բանա այդ կազերը կարծում եմ հիմա անօթաչուների վրա կարգավորված ու հիմա այդ Պակրովսկի կողմերը այդ տանկահին գրոհը դա դաշտային փորձարկումներ նոր կազի։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը հանգիստ չի նստում եւ հասկանում է, որ ինքը պետք է բեկում մտցնի։ Բեկում մտցնել ինքը կարա մեկ ձևով ճղել ճակատը եւ օպերատիվ խորությունների վրա ոչնչացնել, ասենք հակառակորդի կոմունիկացիաները, բանը վերցնել իրան կաթյոլի մեջ եւ ոչնչացնել արդեն նաեւ մեջքից խփելով կամ բոլոր ուղություններից խփելով պաշտպանված, ասենք, բանա շրջանները, ասենք Սլավյանսկ, Կրամատորսկ այդ հատվածները, օրինակ, ինչքան էլ շրջանաձև պաշտպանությունը մեկա դեպի ռուսական զորքերը այս պահին ինքը ավելի լավ է, էլի, ասենք, կահավորված ինժեներական առումով։ Հիմա եթե ռուսաները ճղեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ճղեն ճակատը զրահատեխնիկայով, որին որ անօթաչու սարքերը չեն կարողանալու վնասեն, դա կլինի, ասենք, լուրջ փոփոխություն ռազմաճակատում։ Կարծում եմ, ոչ թե չեն կարողանալ ռեսուրսն ավելի շատ գնալու վնասել, այսինքն երկրորդ անգամից եթե խոցվում է կամ երրորդից։ Դե մենք չգիտենք, երրորդից, թե 5-րդից է խոցվել, իսկ կարող է 10-րդից է խոցվել։ Որտեւ ուկրաինական կադրերն ա դրվում, եթե նույնիսկ էդի որպես փորձադաշտ ու ռուսական անօթաչուներ էլ կային, որ նկարում էին ինչա կատարում, մենք դա չենք տենում։ Որտեւ դա իրանց գործողություններ, իրենց աշխատանքային նյութն է, ռոպագանդայի կարիք չկա։ Իսկ Ուկրաինան ռոպագանդում է իրան, որ դոնորներ փող բերեն։ Եվրոպայից այդ 60 միլիարդանոց տրանշը գա, բաղանված ասիկյաթական տրանշը գա եւ այլն։ Զենգա տամագավ կա արտադրեն, որը 60-ական թվականների ռազմաբուտկա 70 թվերի արտադրա, որ մենք բանալացած էշ դուրս ենք տալի 80 թվերի զենքերով ենք կարող։ 80 թվերի զենքին եթե լավ տիրապետում ես, ստենտուտ զենք է, ոչ թե։ Մանավանդ եթե արձիականացված։ Բայց տոմահավկը նավային չի։ Ոչ միայն կա բանա Չէ նավից արձակվող նկատի ոչ թե հականավային։ Չէ, կարա նաև ասենք ցամաքիվերն է։ Այն զենքը, որը որ կրակում է նավից, կարա շատ հանգիստ ցամաքիվեր։ Ես ժամանակին օչակվում բանա ժամկետային ծառայության ժամանակ, երբ որ աչակով էին մեզ տարել ծովային գործողությունների դասընթացներին, մենք հենց ժայռերի մեջից տորպեդնի լուկերի բանա անոթացանք այդ ժամանակ ժայռերի մեջ տորպեդաների այն ծովային հրթիռները որ կա ժայռերի մեջ տեղադրած ոչ թե նավի վրա ժայռերի մեջ տեղադրած այն ուղությունների վրա որտեղ ֆարվատերն է то есть որտեղ նավը կարա անցնի հակառակ դեպքում ժայռերի վրա կհելնի խորտակ։ Հա, դե չէ ուղղակի այնտեղ կայաններ կա արձակման, որ ճնշումով են բրթում հրթիռը։ Դե ժայռերի մեջ չեմ ասում, մենակ ժայռը, այնտեղ հսկայական բունկեր։ Բակի կահավորել է հրթիռի համար թանկ է, էլի ցամաքի վրա դրա համար։ Ո՞վ ասում։ Շատ ավելի հուսալի է, քան նավի վրա գտնվի։
բետոնային աշխատանք ես անում, ինչ բետոնային աշխատանք էլ անես, մի նավի գինո չի կային։ Դե Տոմասկինը փոքր հերթիրա չէ։ Հա, նու ուզում եմ ասեմ, այդ տոչեշնի հարվածների համար, էլի կետային հարվածների։ Հա, բայց դրանից ինքը պակաս կարևոր չէ, ինքը շատ կարևոր է։ Ուրիշ բան, որ ուկրաինացին դա չի կարողանալու իր տարածքում արտադրի, եթե մոդեռնիզացված չի, ասենք, ոնց որ ասած ստից փող լվալու տեղ է դառնում է փողի լվացկատուն այդ ամեն ինչը, եթե մոդեռնիզացված է, ինքը շատ ավելի դանդաղ է արտադրվելու, ոնց որ ամեն ինչն ասենք ժամանակակից տեխնիկայից դանդաղ արտադրվում։ Կարճ ասած, հիմա արտադրությունը իր դնելու ես լավ չեմ հասկանում։ Իսկ բանի վերաբերյալ MPZ-ների, բենզինի բաների վերաբերյալ, ասես մի բան ասեմ, էլի, մի քիչ առաջ որ խոսում էի, ես դա նորություն չեմ ասում։ Մենք չի որ արևմուտքը դրա մասին չգիտի։ Կամ ռուսը չգիտի, որ ասենք Բաքուն Ուկրաինային բանը նավթ էր ծախում, սաղ էլ ամեն ինչ գիտեն։ Հա։ Դա մենք ոչ մի բան չգիտենք, որտեղ մենք առաջ բան էինք, Страна не пуганых идиотов, բանը չվախեցրած ապուշների երգիր ենք, հիմա վախեցրած ապուշների երգիր ենք։ Դի նորմալ երկրները, որոնց մասին մենք խոսում ենք, իրենց քաղաքական ներսի կառուցվածքի վրա անտարբեր եմ, էլի ասենք, նորմալ նկատի ունեմ, նորմալ կառույցներ, նորմալ ասենք աշխատանք կատարող կառույցներ։ Դա մենք ենք, որ մեզ կարող ենք թույլ տանք նոր ստեղծված, ասենք, հետախուզողության վարչություն ստեղծել օդից։ Ռուսաստանը երբ որ SVR-ը ստեղծում էր, ինքը առաջի ուպրավլենիա, բանը KGB-ի, Первое главное управление, то есть հետախուզական գլխավոր վարչությունը հանեց KGB-ից, ստեղծեց առանձին բանը служба внешней разведки, արտաքին հետախուզության բան։ Այդ մեր մոտ ամենակ որսս մի հատ մարդ են բերում, ասենք, կին տղամարդ, այս դեպքում կապ չունի, էլի, ասին դու կլինես հետախուզության։ Լավ էլի ասենք 35 տարվա, ասենք, թե 30 տարվա այդ ժամանակ, ասենք, պատերազմող երգիր ուրեմն մեր հետախուզություն չկա, որ այդ հետախուզական վարչությունը հաներ դներ տեղշախ չկա տա։ Մենակ մեր մոտ այտենց հիմարություններ կատարվում։ Նորմալ երկրներում նույնիսկ բանը այդ առումով թուրքերի մոտ, երբ որ ինքը բանը Ալիևը բաժանեց իրենց ազգային անվտանգությունը, ստեղծեց բան, արտաքին հետախուզական վարչություն առանձին անվտանգության բան առանձին նախքին KGB-ի առաջի վարչությունը, ոնց որ ժամանակին ռուսներ արել, առանձնացրեց, դարձրեց առանձին վարչություն, առանձին գերատեսչություն։ Ոչ թե զրոյից փորձեց ստեղծել, այդ մեր մոտ են զրոյից ստեղծում, չեմ էլ ուզում անդրադառնամ դրան, որ այդ խեղճերը ոնց կարան այդ բեռը քաշտան, ես լավ չեմ պատկերացնում, էլ իսկ իրանց վրա հսկայական բեռ է դրած այդ մեր խեղճ հայրենակիցների վրա, ումը հետո խավության նոխազ են ասել, դու հետախուզություններ ու դու մեզ չզգուշացրիր։ Հիմարները ինչ բազա եք տակը դրել, որ այս մարդիկ կարողանան ձեզ մի բան զգուշացնել։ Կարճ ասած, բանա արևմուտքը լավ էլ կուրսի է, որ Բաքուն եւ ասենք Աստանան բենզինը սիրուն հզորացրել են իրանց արտադրությունը եւ կոմպենսացնում են ռուսական բենզինի արտադրության պակասի բանը, ասենք այդ առաջացած նշանները, բա Ռուսաստանը հենց էր, ասենք Տոկաևի համար ODKB-ի զորք հավաքում է թումանդե իր իշխանություն պահելու, բա Ալիևի համար հենց էր, ինքը իրավիճակ ստեղծել, որ ասենք լինելով մեր դաշնակիցը մեզ զենքով եւ զորքով չօգնեց։ Դրան ի պատասխան պետք է վարձահատույց լինի, թե չէ։ Այդ Ալիև Պուտին այդ բաները այսպես Ալիասեն Այշան տղա բան sense վիճակները տեսանք, չէ՞, նաև Տրամպն ու Զելենսկին արեցին։ Պատկերացնում եք աշխարհի գերտերության հետ Զելենսկին լավ ասեց, ես ձեզ սովորացնեմ Տրամպը Վենսով բանով չկարացավ սանձի Զելենսկուն։ Ու ինչ։ Մեկը ամերիկյան դաշնակից է։ Մեկը հսկայական, ասենք, ռեսուրսներ է տրամադրում Ուկրաինային։
Դրա համար եվրոպացին վճարում է, չի վճարում, այդ երկրորդական, երրորդական է։ Իրականում, ասենք, զենք գնում հասնում է տեղ։ Դուք ինքը դրա դաշնակիցն է նույն ձևով։ Հա։ Լրիվ նույն ձևով, այդ ինքնաթիռի պատմությունը, այս խնդալու պատմությունն է այդ։ Հա։ Երբ որ Ուկրաինայի զորախաղերի ժամանակ ռուսական ինքնաթիռ խոցվեց, սուս կոմպենսացիաները տվին առանց իրար վրա վայրահաճոցի։ Այս վայրահաճոցը, որ արեց Ալիևը, այն անմեղ մարդկանց զոհվելու, ասենք, որ խաղաղ բնակչության տեղավ շարժող, ասենք, ինքնաթիռը խոցվեց, գնաց Ալմատայի կողմերը իջավ, չէ, բանա Ղազախստանի կողմերը իջավ։ Խոսում է զուտ դրա մասին, որ իրանք թաքցնելու բան ունեն, այս թաքցնում են ինչ։ Այս գործարքները, այս հարաբերությունները, որ այնտեղ ինչ պետք է Ռուսաստանին ինքը ժամանակին բերում հասցնում է։ Հələ թող համարձակվի չբերի։ Մենք ենք հեռու Ռուսաստանից, ասենք, մեզ գոնե այդպես հաթվում։ Իսկ թուրքը անմիջապես Ռուսաստանի տակ է, պապազած վիճակում, երբ պետք է Ռուսաստանը ինչ պետք է իրան կանի։ Մենք ուղղակի խելք չունենք, որ Ռուսաստանի հետ այնց հարաբերություններ ունենայինք, որ Ռուսաստանը անդրան մի բան աներ։ Մենք էլ օգտվենք։ Պարոն Վարդան, շնորհակալ եմ զրույցի համար։ Մենք զրույցից նաև հիշատակեց այդ Patriot հրթիռային համակարգերը, բայց քանի որ հստակ բան չկա, որ դա լիցենզավորվի Ուկրաինան բան, սպասենք երևի հետագա զարգացում։ Բայց բաթը չի։ Էլի հին զենք է, տամագավքն էլ է հին, Patriot-ն էլ է հին, մոդեռնիզացված նորմալ զենքեր են իրանք։ Հին չի նշանակում ոչ պիտանի։ Դանակը, ասենք, 15, թե 20, թե 50 հազար տարեկան է, բայց միջև հիմա գործող գործիք է, էլի։ Հա, չէ, խնդիրն է ուղղակի ուզում են լիցենզավորել, որ Ուկրաինան արտադրի, բայց դրա մասին հələ հա, դրա մասին ուղղակի զրույցներ են։ Ինքը նույնիսկ ի վիճակի չեղավ, բանա Թուրքիայում շարժիչի արտադրություն դնի։ Թուրքը, բանա, իր ինքնաթիռը, բանա, ստիպված եղավ արևմուտքը, երբ որ հրաժարվեց իրան շարժիչներ տրամադրել, ստիպված եղավ ինքնուրույն այդ կան ինքնաթիռի վրա աշխատի, մոտը ոչ մի բան չստացվեց, փորձեց Սիչ կոնցեռնով, Սիչ էդի ուկրաինական կոնցեռնով շարժիչներով շատ հայտնի բան այնտեղ ռուսական շատ հրթիռներ իրանց այդ շարժիչներով են ֆռում, որ համատեղ արտադրություն դնեն ոչ թե Ուկրաինայում, այլ Թուրքիայում չստացվեց, որտեղ այն պոտենցիալը, որ ուներ Սիչը, ռուսական զորքերը առաջնահերթ այդ Սիչ կոնցեռնի բաներին խփեցին։ Եթե հիշենք Գաստամելի օպերացիան, չի բացառվում, որ նաև այդ ավիացիայի մեջ մեծ գոնե շարժիչների արտադրության մեջ մեծ ուկրաինական հնարավորություն է, որ ինքը շատ բաներ մսխել, բայց դա պահպանել էր, որ դա վերացնի։ Չի բացառվում, որ նաև դրան էր ուղղված, ոչ թե 10,000-անոց դեսանտով մի քանի միլիոնանոց Կիև գրավեն, հա, խնդալու բաներ կա դա։ Մենք պիտի հետևություններ անենք ուշադիր նայելու արդյունքում ձևավորված տարբեր, ոնց որ ասած, կարծիքների հիման վրա։ Այս մի կարծիքը, մյուսը, պետք է շատ բան վերլուծենք, որ ճիշտ հետևություններ անենք։ Այն բանա մարախուղը պատերազմի, որ sense փչում են աշկներից, երբ որ ուշադիր նայում ես, այնքան բանա པարզ դառնում։ Միանգամից մի հավատացեք ոչ մեկին, ոչ այն մի ռուսներին, ոչ այն մի ռուսներին։ Պրոպագանդան մնում է պրոպագանդա։ Իմիջիալոց Հայաստանում էլ էլի, ասենք, պրոպագանդային միանգամից մի տրվեք, որտեղ պրոպագանդան դա խափելու ձևերից մեկն է։ Որտեղ էլ լինի, եթե ձեզ ուզում են խափեն, դա արդեն լավ նշան չի։ Ուշադիր նայեք, μην թույլ տվեք, որ ձեզ խափեն։ Դե ամեն դեպքում սպասենք հետագա զարգացումներին, ռազմաճակատի, ելի կանդրադառնանք ապայման մեր հետագա հաղորդումների ընթացքում, իսկ այսօր այսքանը։ Շնորհակալություն հայտնենք մեր ռադիոդիտողներին եւ ռադիոլսողներին մեզ հետևելու համար։ Այսօր այսքանը, եթերում էր հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Ստեսություն։